Պարոն Փաշինյան, հարցասելի ընտրությունների արդյունքներին է վերաբերվում փաստորեն վերահաշվարկի արդյունքում այն դեպքում այս պայծրությամբ կարծես պատկերը փոխվում, ինչպես հայտնում են, Բարգավաճ Հայաստանը կարծես մտնում է խորհրդարան։ Հիմա այս ամենից դատելով կարող ենք եզրակացնել եւ ընդունում եք, որ ամեն դեպքում այնպիսի խախտումներ կամ ինչպես կուզեք թերություններ են եղել, որի արդյունքում մի խոշոր ուժ, որ պետք է մտներ խորհրդարան, չի մտնում, սա փաստումը տեղ ունեցած կամ թերացում է կամ խախտումների մասին, տեղեկություններ մամուլում հրապարակվեց, նաև ձեր նախկին թիմակից այսպես հարցազրույցի հետ ասաց, որ դուք ընտրություններից առաջ փորձել եք ընդդիմադիրներին այսպես առաջարկ ներկայացնել գործարքի գնան, կա նման բան թե ոչ, ինչպես կմեկնաբանեք, եղել է առաջարկ թե ոչ, եւ մի հարց էլ տեղեկություն կա, որ ընտրություններից հետո ձեր առաջին այցը նախատեսվում է Ռուսաստանի Դաշնություն, սրա հետ կապված ինչ որ պայմանավորվածություն կա, թե ոչ, եթե այո, ինչ օրակարգով։ Ընդհանրապես այդ որ ասում են առաջարկել են գործարք, թող ասեն ով, Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Ասենք Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որփի նման ընկել է աշխարհի աշխարհ տարբեր տեղերում գործարքա բան արել, փնտրել, գտել, հետո պարզվել է ընդամենը իրան բան են արել, հավաքագրել են ինքը դրանից տեղյակել չի։ Ասենք ով է գործարք առաջարկել։ Իսկ Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ ես գործարք, ստոյկա կտա Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան։ Այդ ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է խախտումներին, ուրեմն ես գիտեմ մի բան, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, առնվազն միջև այն շեմը, որը պետքա կարող է իրան ստանեցիներին փող չեն տվել, չնայած էլ եմ կասկածում։ Կարծում եմ դե իրան ստանեցիները փողի նույնիսկ զավակներին մեծ բաներ չէ, բաժնեմասեր ընտրություններից առաջ փոխանցվեց, թերևս մտավախություն ունենալով նրանք կքվեարկեն, թե չեն քվեարկի։ Առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել։ Ոչ մեկ, բացարձակապես ոչ մեկ։ Նրանք խախտումներ, այո, եղել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որովհետև այդ երկուժը ընտրությունների խորհրդան մտնելու շեմը պետքա չհաղթահարեն։ Հիմա էլ քննարկում են, ասում են մանդատները վերցնենք, թե չվերցնենք։ Անկեղծ ասած, եթե չվերցնեն, գոնե 100% լեգիտիմ խորհրդարան կունենանք։ Թե չէ, տենց ստիպված ենք լինելու տեսնել խորհրդարանի ամբիոններին փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեք չունեն։